էներգետիկայից, ջրամատակարարումից եւ գազամատակարարումից, բայց քանի որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ, այդքան չարժեր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է. «Թղթով, սա ճիշտ է»։ Իդեպ, պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ, ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեյցրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեյցրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասեր խնդրում եմ, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրմաներն ներմուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է այդքան էլ վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծը փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ է դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո, նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնետոմսեր ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած, ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի, զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ դες պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին, ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ Աբաջանի պապիկը։ Ես հասկանում եմ, որ իրենց հանրահավաքներում տենց սցենարով, գրված ելույթներով մարդիկ հատուկ հրավիրյալ դուրս են գալիս ու ասում են ինչ պետք է հնչի այդ ամբիոնից, բայց որպես մարդ, որը հեղափոխության օրերին եղել է այդ հանրահավաքների առաջ շարքերում, ես տեսել եմ, որ ով ուզում է, դուրս է գալիս ու խոսում է ինչից ուզում է, որովհետև դա է ժողովրդավարությունը մեծ հաշվով։ Հիմա, եթե գալիս ես ու նման դատարկ բաներից ես խոսում 7 տարի անց, ուրեմն ճիշտ է Տիկին Ղազարյանը նկատել, դուք չկա էական այն խնդիրները կամ կան դուք չեք նկատում միգուցե, որովհետև անհնար է որ խնդիրներ չլինեն, որոնց մասին կարելի է խոսել։ Կամ ասում է իշխանազավթ, ես առաջի բանը որ ֆիքսել եմ, դա Աննա Մկրտչյանի այդ արտահայտությունը իշխանազավթ, մեկ որ ուզում ենք երկու Աննա չէ կա ֆրակցիաներից, որ ինչ որ Աննա են ասում, որ ուզում ես իմանաս որ Աննան, ասում են իշխանազավթ, որովհետև այնքան ասել իրան է վերաբերում, նաև անունն է էլի կպել։ Իշխանազավթ է ասում մի մարդ մեզ, ով ամենաակտիվ աջակիցն է, իշխանությունը բռնի զավթելու գործով կալանավորված մարդկանց։ Սա իշխանությունը բռնի զավթողն ու իշխանազավթը նույն մարդն է։
Եվ հետո, եթե 18 թվականին մենք իշխանազավթ ենք եղել, ապա միայն ձեր հանրապետականների եւ դաշնակների, դաշնակցական ֆրակցիայի տվյալ օրերին պատգամավորների ակտիվ աջակցությամբ։ Եթե մենք իշխանազավթ ենք, դուք մեզ հետ հավասարապես իշխանազավթ եք նշանակում։ Բանը, կամ գալ ասել դագաղները, վերջը ուզում եմ իմանամ կողմնորոշվեցին, այդ դագաղները մենք ենք դրել, Ռոբերտ Քոչյանի աջակիցներն են դրել, որովհետև այս մի տարի է, տենց ամեն օր եթերներից ասում են դագաղները Ռոբերտ Քոչյանի շրջապատն է դրել իր ցուցումով։ Կամ բանը, որ ես հիմա հայտարարեմ 1219 հանրապետական մահացել է։ Ասենք չեք կարա, չեք գա, ասեք այդ 1219 հոգին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ես խոսում, որտեղ է մահացել, ինչի է մահացել։ Այ ուղիղ 1219-ով ամեն ելույթի ժամանակ ավելացնում են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր տղաների, ուրեմն թիվը։ Հերիքա գաք ու խաղաք այդ զգայուն թեմաների վրա։ Տիկին Գյուրեղյանը ճիշտ է ինձ անդրադարձա, բայց այլ դրվագով եմ ուզում անդրադառնամ։ Ասում եմ, մի հրաժարվեք մեր երեխաներին արժանապատիվ երկիր թողնելու հնարավորությունը։ Հետո կողքին դնում է ուրիշ արտահայտություն, ասում է, ուրեմն անհնար է, սուտ է, որ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղ ապրելու ենք Ադրբեջանի հետ։ Այս երկու արժանապատիվ օրինակ ինձ համար երկիրը, դա խաղաղ երկիրն է, դա տնտեսական մեծ հնարավորություններով երկիրն է, առանց թշնամանքի երկիրն է եւ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաներին նման երկիր թողնենք, միգուցե մեր թորներին թողնենք նման երկիր, որտեղ կարող են հայերն ու ադրբեջանցիները իրար չսպանել, այլ իրար հետ ապրել ու ունենալ նաեւ տնտեսական շահեր։ Կամ Պարոն Դանիելյանը Գառնիկ ասում է, ինչ զգացողություն եք ունենում, որ ձեր գործընկերներին թույլ եք տալու, որ բանից զրկեն, անձեռնմխելիությունից։ Ասում է, ապրումակցման զգացողություն չունեք, ասենք, այս օրինակ Արտուրը Սարգսյան, բանա, կոնկրետ մեզ եւ քաղաքացիներին սպանելու ուրեմն գործով ներգրաված անձ է, ով ուզում էր ազգային ժողովի նախագահ, վարչապետ, արտգործնախարար մի տեղում բռնեին, միասին սպանեին, որ չնստեին, որովհետև մեկին սպանելու դեպքում կնստեին ցմա, եթե ողջ մնային այդ ձայնագրություններում, չէ՞ ասում։ Ասենք ապրումակցման զգացողություն չուներ այս մարդը։ Հիմա մենք պետք է ունենանք, որպեսզի անձեռնմխելիությունը զրկելու հնարավորություն չտանք, այսպես ասած։ Բանա Տիկին Վարդանյանին էլի շարունակում է անհանգստացնել օրինակ ազգային ժողովի նախագահի պահպանության թեման։ Այս թեման անընդհատ խոսվել է այս ընթացքում, որովհետև լավ պահպանություն ունենալու դեպքում դժվար է իրականացնել սպանություն։ Եվ անընդհատ վարչապետը որքան անվտանգություն ունի, ազգային ժողովի նախագահը որքան անվտանգություն ունի, քանի մեքենա է շրջում, սա էս մարդկանց կոնկրետ անհանգստացնում է, որովհետև դժվար է նման դեպքում հասնել մարդուն եւ օրինակ ինչպես ժամանակին Արադ Միրզոյանին մի թիկնապահի հետ չէ բռնացրեցին եւ ծեծեցին միջև մահվան դուրը հասցրեցին։ Դժվար է մի հոգու դեպքում, հեշտ է, շատի դեպքում դժվար է, բայց Տիկին Վարդանյան